Վաղարշապատի խորթ զավակ։ Այսպես են բնորոշում իրենց բնակավայրը Վաղարշապատի Սասունցի Դավիթ նախկին տնկարան թաղամասի բնակիչները։ Խորհրդային տարիներից քաղաքի մաս կազմող թաղամասը զուրկ է քաղաքակիրթ մարդու կենցաղի համար անհրաժեշտ տարրական պայմաններից։ Բնակիչների համբերության բաժակը լցվել է, հավաքվել են բակում, լրատվամիջոցներին են սպասում։ Վանյա պապը մի ամբողջ կյանք է այստեղ ապրել, այլևս համբերել չի կարող։ Քանի տարի է այստեղ եք ապրում։ 76 թվականից մինչև հիմա ապրում եմ այստեղ։ Այ ինչն է ձեր գլխավոր խնդիրը, որ հիմա։ Մեր գլխավոր խնդիրը կանալիզացիա չունենք, առաջինը։ Այդպես հիմա որ շարժվենք, ամեն մի պատուհանի տակը, շենքի տակը, կանալիզացիան հոտը վեկալում է։ Ամիսը 10,000 դրամ փող ենք տալի, որ գալիս է քաշում են։ Կոյուղու անլուծելի խնդիրը թաղամասի բնակիչների գլխավոր հոգսն է։ Ասում են մեզ անձրևոտ օր են հրավիրել, որ անանցանելի ջրափոսերը նկարենք, իսկ շոկ եղանակին ամաչում են հյուր կանչել։ Գարշահոտին դիմանալն անհնար է։ Մենք ամառը կարոտ ենք հայաց նստելու։ Նստել չի լինում ամառը։ Հնարավոր չի։ Հույր է գալի սևանում ես։ Դրսից որ մարդ է գալի խայտարակ են քլում։ Էդի անելու չի էլի։ Մի փոքր անձրևներից հետո ուղղակի այս ճանապարհները դառնում է անանցանելի։ Ահա որ է, հիմա էսի սկզբնամասն է մի փոքր իբրև թե բալվոք է, բայց որ անցնեք այն կողմերին, ընդհանրապես քայլել հնարավոր չի։ Ուղղակի հնարավոր չի, անհնար է։ Առաջնահերթից կոյուղին պետք է ունենանք, որպեսզի այդ հարցը լուծվի, հետո մի քիչ ասֆալտապատում։ Մենք այդ կոյուղի համար դիմեցինք իրանք պատճառաբանեցին, զվարթնոցում ենք անում, ստեղ ենք անում, ընդեղ ենք անում, մեր համար ոչ մի հաշվի չեն առնում։ Կատակում են իրենց միակ տեսարժան վայրը կոյուղու անթիվ ու անհամար փոսերն են, յուրաքանչյուր տան մոտ առնվազն 2-ը։ Այս ոչ անցանելի է, ոչ էլ ինչ-որ կոյուղի կա, ոչ էլ ժողովուրդը մեղք են արդեն։ 2 տարին մեկ մի հատ 200,000 փոսի փող, կանալիզացիայի փող, մի հատ չգիտեմ ինչ, ամեն ու պրոբլեմա, այլ արդեն տեղել չկա։ Ես ասում եմ մի օր գալու են ընկնեն այդ փոսերի մեջ։ Ինչ պետք է այդքան փոսերը փորենք, կտանք կոյուղագիծ կոնե կանցկացնել։ Սանիտարահիգենիկ խնդիրներ կան։ Ամռան ամիսներին պատուհան բացել, մաքուր օդ շնչելը երազանք է, իսկ անթիվ խոռոչներից ու մշտական խոնավությունից սեյսմակայունության լրջագույն խնդիր է առաջացել։ Մեզ ամբողջը քաշում է շենքի տակը։ Շենքի տակն էլ քաշելով գնում է լրի տան մեջ։ Պատկերացրեք խոնավությունը ինչ կդառնա։ Կանալիզացիայի փոսերը շարված ամբողջը։ Էսի ապրել է, մանավանդ 21-րդ դարում, 21-րդ դարում մարդը սենց է ապրում։ Ու այդպես էլ ապրում ենք։ Այսինքն գոյատևում ենք, ոչ թե ապրում ենք։ Ամենից ահավորը թաղամասի վերնամասում առաջացած բաց կոյուղափոսն է։ Ժամանակին բնակիչներն ինքնակամ են պատրաստել, հույս ունենալով, որ կկարողանան ծածկել, բայց փոսը փլուզվել է ու դարձել բաց կոյուղի։ Մասենց քանդվում է, բելվում է հոտը որ այնտեղից դուրս է գալիս։ Այն որ ասում է բաժակը լցվել է։ Հեսա մի հատ։ Հա, բիտոն է արածել։ Ծածկում են որ երեխա չընկնի մեջը։ Էսի անելու է։ Որտեղ է արդարությունը բնակիչները չեն գտնում, ամեն ամիս վճարում են 15-ից մինչև 40,000 դրամ հատուկ մեքենա կանչելու համար, կամ էլ կրկին նոր փոս փորելու, որն ի դեպ լավագույն դեպքում մինչև 500,000 դրամ ծախս է ենթադրում։ Կանալիզացիայի հորա 3, այսքան տեղը արդեն այսքանը որ տեսանել է 3 հատ, ստե երկրորդը, երրորդը որ ուզենան փորելու էլ արդեն տեղ չկա, որտե փորեն։ Լցված է, լցվում է, էլ հնարավոր չի։ Այն երկու հատ ընդ փորել են, երրորդի տեղ չկա որ հանգարց լցվի, երրորդը ինչ անում։ Չկա տեղ։ Այս ձեր թանկ կանալիզացիայի փոսն է։ Հա, իմս է, հա։ Սա է պատուհանս էլ սա է։ Հիմա այն որ բացա, ասում եմ պետք է բացելի գազը չտա, իշար գիտեմ տենց բաներ, դրա համար խայտարակություն է։ Նայել այն մի հարևանին է, այն մյուս պատուհանից տակ։ Խնդիրները սակայն այսքանով չեն սահմանափակվում։ Այստեղ Զախյանի վրա կանգար կա, այն կողմի վրա չկա։ Այնտեղ ուսումնարան երեխեքը գալիս են, իջնում են, շոշը անցնում են, այնտեղ 1000-ի վրա գալի էթում են։ Մի հատ նշան չկա զգուշացնում, մի տարի բերեցին գծեր քաշին ստից։ Չնջվավ գնաց։ Երեխաների համար ինչ է պետք։ Ֆուտբոլի դաշտ, Նորմալ ճանապարհ, հեծանիվի ասֆալտ։
Լուրջ են տրամադրված այլևս չեն լռելու, նամակ են գրել երբ մարզպետին եւ համայնքի ղեկավարին։ Եթե արձագանք չլինի, ծայրահեղ քայլերի են պատրաստ, ճանապարհ կփակեն։ Իսկ համայնքապետարանում խնդրին ծանոթ են, միայն թե անտեղի հույսեր տալ բնակիչներին չեն կարող։ Հարցը շատ լուրջ է, մի քիչ մենք ուսումնասիրենք, հասկանանք տեղային լուծում, ոնց կարող է նիշերի հետ խնդիր լինի, դրանք ոնց կարող ենք հարցին լուծում տալ։ Այս բանը քաղաքում կատարում են գոյու աշխատանքներ, քաղաքի միջոցներով, համայնքի միջոցներով, Մաշտոց փողոցում, Չարենց 5-7 շենքերի հատվածներում գոյու աշխատանքներ են կատարում։ Քաղաքում շատ կան գոյուղի խնդիրներ։ Այստեղ բնակիչներն առաջարկում են իրենք ևս միանան, դուք դիտարկում եք այդ տարբերակը։ Փորձենք համագործակցենք, դրանք ինչքանով հնարավոր կլինի։ Մամիկոն Աբրահամյանն անկեղծանում է այս թաղամասի կոյուղու անցկացումը հսկայական ծախսերի հետ է կապված։ Խոստանալ, որ հրատապության սկզբունքով կիրականացնեն այս ծրագիրն անհնար է, բայց խոստանում է հետևողական լինել։ Առաջիկայում կայցելի թաղամաս բնակիչների հետ քննարկումների ակնկալիքով։ Արվիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։